Անցնենք հաջորդ պարագրաֆին, մատրիցի աստիճանաձև տեսքը, որը օգնում է համակարգերը լուծելու հարցում։ Տեսեք ոնց։ Մատրիցը բերել աստիճանաձև տեսքի, պատկերավոր ասած, էն է նշանակում, որ իր հարավ արևմտյան հատվածը ինչքան կարելի է շատ զրոներ լցնել, այս հատվածներում ինչքան կարելի է շատ զրոներ լցնել։ Սա պատկերավոր համեմատություն է։ Հիմա ավելի հստակ քայլերը գնում ենք։ Խնդրում շատ ուշադիր եղեք, որտեղ այս աստիճանաձև տեսքը մենք շատ ենք օգտագործելու եւ հիմիկուց ուշադիր եղեք, ամեն ինչ հատ-հատ հասկացեք, որ հետո խնդրեմ չունենաք։ Սա մեկն է այն թեմաներից, որ այ հիմա ստեղ բաց են թողնում եւ հետո անընդհատ խնդրեմ են լինում։ Ուրեմն տեսեք, դիտարկենք մի հատ մատրիցներ համար։ Կարող է, չէ՞, այս առաջի տարը մարդես հանգարտ 0 լինի։ Եթե 0 լինի, եկեք փորձենք այս առաջի սյան մեջ ման գանք ոչ 0-ական տար, եւ իրան կարող ենք այստեղ բերենք ինչ տարական ձևափոխությամբ, դուք ասեք։ Ռոերի փոխված։ R1, RI, չէ՞։ R1, RI տարական ձևափոխությամբ, այսա գալիս է ասենք։ Այսինքն ես կարող եմ ասեմ, որ եթե առաջի սյան մեջ մի հատ ոչ 0-ական տար կա, դե տարը ինքը այս մատրիցը համարժեք, հա, տեսեք, այս համարժեքության նշան դնում, այս մատրիցին, որտեղ այս ամենավերերի տարը հաստատ ոչ 0-ական։ Մեկ էլ ուշադրություն դարձրեք գրառման մի հատ սենց ոճաբանական նրբության վրա։ Տեսեք, ստեղ մեր մոտ A1-1 տարը 0-ական է։ Մենք որ տարական ձևափոխությունը արեցինք, սա եկավ ստեղ, չէ՞։ Հիմա այդ A1-1-ը ստեղ է կանգնած, բայց մենք իրան ստեղ A1-1 չենք գրում։ Մենք այս տարն ենք A1-1 անվանում։ Այսինքն համարում ենք, որ ամեն անգամ տարական ձևափոխություն անելուց հետո մենք մեր մատրիցի տարերը նորից ենք վերաանվանել։ Այսինքն եթե ստեղ ասենք թե 0 էր, ստեղ ասենք թե 7 էր, դրա տեղափոխությունից հետո ես 7-ն եկավ ստեղ, այս 0-ն գրվեց ստեղ, բայց այժմ վերանվանված են։ Այս 0-ն ստեղ A1-1 է, իսկ ստեղ արդեն ինքը, չգիտեմ, A3-1 է դառել։ Եղավ։ Նայեք, հետո այ դա անելուց հետո մենք եկանք այս մատրիցն ենք մենք ստանում, որտեղ մի բան գիտենք, որ այս A1-1-ը 0 չի։ 0 չի, ենթադրենք ինքը 2 է։ Սա 2 է ու ենթադրենք այս տակի տարն է 4 է։ Ինչ եք կարծում, եթե ես հետևյալ տարական ձևափոխություն անեմ։ R2 մինուս 2 R1, այս սա անեմ, այս 4-ը ինչ կդառնա։ 0 կդառնա։ Ընդ որում մինչև առաջ գնալ այդ դաշտի հետ կապված հələ մի հատ նրբություն ուսումնասիրենք։ Իսկ եթե սենց լներ, ստեղ լներ կամայական ալֆա, սա էլ լներ կամայական բետա։ Մենք ոնց կանեինք, որ սա 0 դառնար։ R2-ին հանեինք ինչ։ B-ի հակադիր անգամ R1։ Է բետա ալֆա մինուս 1 R1, չէ՞։ Սա որ անեինք, սա գար այս բետան կոչնչանար 0 կդառնար։ Բայց մինչև առաջ գնալ, ասես մի բան ասեմ։ Բայց չէ՞ որ մենք այստեղ խոսում ենք դաշտ մատրիցների մասին կամայական դաշտի վրա։ Ուրեմն ալֆան բետան ստեղ դաշտից են։ Բա այս ինչի ենք այդպես հանգիստ եւ ինքնավստահ վերցրել ենք այստեղ գրել ենք ալֆա մինուս 1։ Ինչ գիտենք թե ալֆա մինուս 1-ը գոյություն ունի, չէ՞ որ ամեն օղակում չէր, որ ամեն տար գոյություն ուներ։ Դաշտի սահմանման մեջ ասել ենք, որ կամայական ալֆայի համար իր հակադիրը կա։ Մի րոպե, դաշտի մեջ կամայական ալֆա ունի հակադիր։ Ոչ 0-ական։ Նախ հակադիր չի հակադարձ, հետո էլ ոչ 0-ական։ Տեսնում եք,
այստեղ իր ոչ զրոյական լինելը պարտիզի զորով պահանջված է։ Եղավ։ Այսինքն ուզում ասա լինի եթե մեր իրական թվերն էին, այստեղ sense շփոթվելու կարիք չկար։ Բայց սա ինչ դաշտ ուզում ալնի, ուզում է կոմպլեքս լինի, ուզում է, չգիտեմ, Z5 լինի, ինչ ուզում ալնի, հաստատ ալֆա մինուս 1-ը կլինի։ Դե դա բետայի հետ կարող ենք բաց պատկենք, քանի որ գործողությունը հանրահաշվական է, ու սա կլինի բետա ալֆա մինուս 1։ Իսկ այս տարի մասի ինչ եք կարծում, այս տարը, այս արտադրյալը, ինչ է նշանակում սրանից հանել սա։ Այս տարի հակադիրը միշտ կա։ Քանի որ դաշտում ենք կա, չէ։ Բոլոր տարերի համար, չէ։ Զգացիք ես նրբությունը, այստեղ մենք հետ թռանք մի պահ նախորդ սեմեստրի դասընթացը ֆիքսելու համար, որ այս ինչ որ մենք ասեցինք, այստեղ ճիշտ է ոչ միայն իրական ինչ որ թվերի դեպքի համար, այլև ճիշտ է ցանկացած ինչ դաշտի վրա ուզենք։ Ինչևից է, հիմա նայենք պրոցեդուրը շարունակենք։ Այս այնտեղ m բետան 0-ացրեցինք, հետո մի հատ դրա տակինի հետ անենք, մի հատ տակինի հետ կարող ենք այստեղ ստենք բոլորը 0-ացնենք։ Ուրեմն այստեղ տեղավորել ենք մի հատ ոչ զրոյական տար, իրանից ներքևը սա 0-ացրել ենք օգտվելով այդ ոչ զրոյական տարի։ Այսքանի հետ կապված հարցեր խնդրեմ։ Ահա։ Հաջորդը։ Հիմա նայենք այս երկրորդ այս սրանց, այս ընկերներին։ Ու նույն բանը դրանց համար կրկնենք։ Մենակ թե ուշադրություն դարձեք, նայում եք այս վերևի A1-2-ը չեմ ներառել։ Ինչը կրկնենք սրանց համար։ Եթե այս A2-2-ը ոչ զրոյական է, շատ լավ է, արդեն սրա օգնությամբ զրոյացնենք իրանից ներքևի տեղած բոլոր տարերը։ Իսկ եթե ինքը զրոյական չի, իսկ եթե ինքը զրոյական է, բայց իր ներքևի բոլոր տարերը նույնպես զրոյական են։ Այսքանը, այսինքն այս գծից, այս գծից այս A1-2-ից ներքև բոլորը։ Այդ դեպքում ինչ անենք։ Թողմնա դենց մենք մի քայլ արետի աճ գնանք։ Աճ գնանք եւ տեսեք ահա այս իրավիճակին ենք։ Սրանք զրոյացրել ենք, եթե թարսի պես սպարզի որ սրանք էլ են 0, այստեղ ոչ զրոյական տար չկա, այնքան առաջ գնանք, մինչև այստեղ մի հատ ոչ զրոյական կներեք, մինչև մի հատ սենսյուն գտնենք, որի մեջ մի հատ ոչ զրոյական տար կա։ Այդ ոչ զրոյական տարը տեղադրենք այստեղ եւ զրոյացնենք իրանից ներքև բոլորը ստորիև։ Այսպես այս պրոցեդուրան շարունակենք։ Հիմա ես առաջարկում եմ այստեղ մի հատ օրինակ կա մի վայրկյան։ Ես առաջարկում եմ հələ այս օրինակին նայենք։ Այս առաջ երկու քայլերը հասկանալ համար։ Տեսնում եք ինչ լավ է։ Այստեղ հələ որ ամեն ինչ լավ է, այստեղ ոչ զրոյական տար կա։ Սրա օգնությամբ զրոյացնում ենք այս ներքևի այսքան հատվածը։ Տեսնում եք, ես հեշտով տարական ձևափոխությունները գրած եմ։ Սրա օգնությամբ սա զրոյացրեցինք, սրա օգնությամբ սա զրոյացրեցինք եւ այլ եկանք հասանք սրա օգնությամբ սա զրոյացրեցինք, այսքան արդեն զրոյացված է, շատ լավ է։ Բայց որ մենք անցնում ենք հաջորդ սյանը, տեսնում ենք, որ այսքան մասը էլի է զրոյացել։ Ինչ անենք։ Նայում ենք, գտնում ենք, որ ահա այստեղ մի հատ ոչ զրոյական տար կա։ Սա ընտրում ենք ու սրա օգնությամբ զրոյացնում ենք այս ներքևի երկու հատիկը։ Հետո այս պրոցեդուրը շարունակում ենք։ Սրա այստեղ կա ոչ զրոյական տար ու զրոյացնում ենք ներքև ու տեսնում ենք, որ այս զրոն չկա։ Տեսնում եք, sense աստիճանաձև իրավիճակ է ստեղծվում։ Հիմա հետ վերադառնանք մեր ընդհանուր ապացույցին։ Ահա։ Այս sense է։ Ամեն քայլում մենք մի հատ ոչ զրոյական տար ստեղ ստանում ենք, իրանից
հարավ եւ հարավ արևելք լցնում ենք զերոներով։ Հենց դա մի հատ ոչ զրոյական տար, ոչ զրոյական տար, սենց աստիճանաձև սիտուացիա է ստացվում։ Ինչ եք կարծում, այս process-ը կարող է անվերջ շարունակվել։ Ոչ, որովհետև մատրիցը ոնց որ m-ը n-ը մենք ֆիքսում ենք թվեր են էլի։ Այո, ամեն քայլին մենք մի հատիկ ներքև ենք իջնում, ու մի հատիկ կամ մի հատիկ առաջ ենք գնում։ Անվերջը պրոցեդուրը չի կարող շարունակվել։ Շատ լավ։ Հիմա այդ պրոցեդուրը կարող է վերջանալ, տեսեք։ Երբ կամ որ մենք հասնենք վերջի տողին, այլևս տեղ չլինի իջնելու, տեսեք ոնց որ ստեղ է։ Կամ էլ տեսեք մի հատ տեղ ենք հասել, որ ստեղից են կողմ միայն ներքևը զրոներ են։ Չէ՞ որ մեզ պետք է մի հատ ոչ զրոյական, որ դրա վրա հենվելով ներքևը զրոյացնի։ Նման տար չկա։ Դե այս երկու դեպքերը կարելի է համարել, որ սրանք իրականում մի դեպքն են, այսինքն մենք ստացել ենք դեպք, որտեղ վերջում միայն զրոյական տողեր են մնացել, միայն թե այս վերևի դեպքը տարբերվում է ներքևինից։ Նրանով որ ասենք թե սրա մեջ ստացվել է 3 հատ զրոյական տող, սրա մեջ էլ 0 հատ զրոյական տող։ Սա եղավ նրա մասնավոր դեպքը։ Այս պայմանավորվածության արդյունքում կարող ենք ասենք, որ մեր մատրիցը գալիս է այս սենց դիրքով, սենց տեսքի է այսպես մի հատ տեսքով վերջանում, ավարտվում, այսպես։ Ընդ որում տեսեք, եթե հանգարց նենց ստացվեր, որ իր առաջի մի քանի սյուները զրոներ լինեին, այստեղ էլ լիքը զրոներ կարող են ավելացվել։ Այստեղ էլ մի հատ սենց գիծ կա, որ այս գծից ներքև բոլորը միայն զրոներ են լցված։ Իսկ այս տարրերը ինչ եք կարծում։ Այս տարրերը ովքեր են, այս տարրերից յուրաքանչյուրի համար մենք ստացանք զորով նենց ենք կառուցել, որ իրանք ինչ լինեն։ Ոչ զրոյական։ Ընդ որում յուրաքանչյուր այսպիսի ոչ զրոյական տար գտնվում է իրան կրող տողի մեջ, ինքը որ երրորդ ոչ զրոյական տարրն է, հենց առաջին, ոնց որ ստեղից գալիս ենք, հենց մի հատ ոչ զրոյական տարրը հանդիպում, ինքը դա է։ Նորից եմ կրկնում սահմանումը տալուց առաջ։ Այս մատրիցը մենք բերել ենք մի հատ տեսքի, երբ որ լրիվ զրոներից բաղկացած տողերը, հեսա խիստ անուն կտանք դրան, գտնվում է սենց մյուսներից ներքև, վերևի տողերում մարդա մի հատ գոնե պիտի ոչ զրոյական տար ունենա, իսկ ստեղից ներքև բոլորը զրոներ են։ Այս վերևի տողերը, որոնք որ ոչ զրոյական են, այսինքն գոնե մի հատ ոչ զրոյական տար ունեն, նրանցից ամեն մեկում մարդամեկում նշել ենք իր մի հատիկ ամենաառաջի ոչ զրոյական տարրերը։ Այս իրավիճակը ֆիքսենք, լավ մի հատ նայեք, պատկերացրեք, հիմա անցնում ենք սահմանման։ Սահմանում սահմանում մատրիցի մեջ զրոյական տող ենք անվանում այն տողերը, որ միայն զրոներից է բաղկացած, միայն զրոներից։ Ոչ զրոյական տող ենք անվանում այն տողերը, որի մեջ գոնե մի հատ ոչ զրոյական տար կա։ Օրինակ, հələ մի ուսանող, որ այսօր հարցի չի պատասխանել այսօրվա ընթացքում, կարող է ասել, այս տողը ստեղ որ սենց վերցնում եմ, սա զրոյական տող է, բայց թե ոչ զրոյական։ Ոչ զրոյական է։ Ինչի է ոչ զրոյական, չէ որ ստեղ լիքը բոլոր զրոներ կան դեմից։ G զրո չէ։ Բավական է ապրեք, մի հատիկը որ զրո չլինի, գործը լավանում է։ Ուրեմն զրոյական տողեր, ոչ զրոյական տողեր, ոչ զրոյական տողերում առաջի ոչ զրոյական տարրը կոչվում է այդ տողի առաջատար տար կամ գագաթ։ Այս pivot բառը հայերեն թարգմանվում է գագաթ։ Գագաթը պարունակող
սյուները անվանային գագաթային սյուներ։ Հələ հետ վերադառնանք այս մեր նկարին։ Տեսեք ինչ է։ Սրանք զրոյական տողեր են, սրանք ոչ զրոյական տողեր են, այս ոչ զրոյական տարրերը գագաթներ են, իսկ ահա այս սյուները, որոնց մեջ գտնվում են գագաթները, դրանք է գագաթային սյուներն են։ Սահմանում մատրիցը կոչվում է աստիճանաձև տեսքի, աստիճանաձև տեսքի, row echelon form, աստիճանաձև տեսքի, եթե նրա կամայական զրոյական տող ընկածա ոչ զրոյական տողերից ցածր ներքև։ Այս մատրիցում նայեք, կա այդ կատարված է այդ պայմանը։ Զրոյական տողերը եթե կան, ընկած են մյուսներից ներքև։ Կատարված է այս պայմանը։ Եվ երկրորդ պայմանը յուրաքանչյուր գագաթ այում գտնվում է իրանից ներքև գտնվող գագաթներից խստի դեպի ձախ։ Յուրաքանչյուր գագաթ գտնվում է իր ներքևի գագաթներից խիստ դեպի ձախ։ Այդպես է, թե չէ, հələ նայեք այստեղ։ Ահա այս գագաթից ներքև ինչ գագաթներ կային։ Այս գագաթը եւ սա, դրանցից դեպի ձախ է գտնվում։ Այո։ Այս գագաթից ներքև միայն մի գագաթ կա։ Ինքը դրանից դեպի ձախ է գտնվում։ Այո։ Ուրեմն մենք սահմանեցինք աստիճանաձև մատրիցի սահմանումը։ Մի հարց տամ էլի։ Եկեք մի հատ օրինակ նայենք, հետո հարցեր կանենք։ Օրինակ, այս մատրիցը, տեսեք, ինքը աստիճանաձև տեսքի է, հələ նայում ենք։ Զրոյական տողեր կան, այո, իրանք գտնված են մյուսներից ներքև։ Այս զրոյական տողը եթե հանգած այստեղ գտնվեր, ինքը չէր լինի աստիճանաձև։ Ահա, ոչ զրոյական տողերում գագաթները ովքեր են, S գագաթ են, լավ է։ Այս մեկը ով է, գագաթ, հա։ Գագաթ չի։ Գագաթ չի, որովհետև տեսեք ինքը գտնվում է ոչ զրոյական տողում։ Գագաթը դա ոչ զրոյական տողի առաջին ոչ զրոյական տարրն է։ Այնտեղ մի հատ ալտերնատիվ սահման անուն էլ կա, չէ՞, ինքը կոչվում է առաջատար տար։ Եղավ, սա մեկը գագաթ չի, որովհետև ինքը գտնվում է այս տողում, այդ տողի առաջի ոչ զրոյական տարրը այս սա է, այս 3-ն է գագաթ։ Ամեն մի տողում միայն մի հատ գագաթ կարող է բնակվել։ Սա գագաթ է, այս 1-ը 0-ն ու 4-ը գագաթ չեն։ 2-ը գագաթ է, այս 5-ը գագաթ չի։ 6-ը գագաթ է ու վсё, այլ գագաթ չկա։ 3, 2 ոտ, 6-ը միակ գագաթներն են։ Եղավ։ Այս մատրիցում, տեսեք, 3-ը գագաթ է, 1-ը գագաթ է, Չէ։ ահա, հիմա նայենք այս 2-ին, 2-ը լավ էլ գագաթ է, այս 7-ն էլ է ոնց որ գագաթ է լինում, բայց այս մատրիցը աստիճանաձև տեսքի է։ Չէ, որովհետև երկրորդ տողը զրոյական է, բայց դրանից ներքև ոչ զրոյական տողեր ունենք։ Հələ այդ զրոյական տողին իբրե չեք նկատել, ուրիշ պրոբլեմ տեսնում եք։ Երկու գագաթ իրար տակ են, պետք է խիստ ձախ լիներ 2-7-ից։ Ապրեք։ Հիմա եթե այս 7-ի տեղը ջնջեինք, հիմա սպասեք ձեզ շփոթացնեմ։ Այս 7-ը եթե ջնջեմ տեղը 0 դառնա, գրեմ սա կդառնա աստիճանային տեսք, չէ։ Չէ, չի դառնա, դա էլ արդեն ասացից այդ առաջի պատճառը, որտեղ երկրորդ տողը զրոյական է, իսկ իրանից ներքև ոչ զրոյական երկու հատ տող ունենք։ Եղավ։ Ուրեմն լավ, մի հատ պրակտիկա է ձեր վերել, նմուշների մատրիցներին նայելով զգալ գագաթային է, գագաթ չի, գագաթը աստիճանաձև է, աստիճանաձև չի։ Ահա, խնդրեմ, այս վերջի հատվածից ինչ հարցեր կան։ Ես ունեմ Խնդրեմ։ Ընդհանրապես row echelon տեսքի որ բերում ենք, տարբեր գրքերում տարբեր ձև է սահմանված, օրինակ ձերս կոնսպեկտում գրած է, որ pivot-ները կարան ցանկացած թիվ լինեն, չէ՞։ Բայց օրինակ ես Վիկիպեդիայում ու տարբեր տեղերում կարդացել եմ, որ կարան որ row echelon տեսքի մենք որ բերում ենք, pivot-ները պետքա 1 լինեն պարտադիր։ Ոյ չգիտեմ էլի հիմա որ մեկն է ճիշտը, 1-ը թե նրան։ Այ մի քիչ սպասեք։ Մենք որ անցնենք, դուք նայել եք reduced row echelon form-ի սահմանում։ Հետո մի քիչ ոճաբանական նրբություններ կան։ Մի քիչ սպասեք, մենք որ բերված աստիճանաձև տեսքին անցնենք, reduced row echelon, այն դեպքը, երբ որ այստեղ այս գագաթները պետք է 1 լինեն, այդ դեպքին մենք դեռ կանրադառնանք։
Բայց դուք ճիշտ եք, որոշ գրականության մեջ պահանջվում է գագաթներ անպայման մեկը։ Դե դա գիտեք ինչ տեսակ հարց է։ fx-ի f-ի ֆունկցիայի ատենցելը x-ի սենց է պետք նշանակել t df dx։ Քիչ ոճական տարբերություններ են, էլի։ Նույն բանն է։ Ահա, հիմա նայեք։ Մենք սահմանեցինք սա։ Այս թեորեմը ով կարող է ասի, մենք արդեն ապացուցել ենք, թե ոչ։ Սպասեք, ես հստակ արտաբերեմ, որ հայոց լեզվով ըլնի ձևակերպված։ Կամայական մատրից, կամայական f դաշտի վրա համարժեք է աստիճանաձև տեսքի որևէ մատրիցի։ Այսինքն, կիրառելով տարրական ձևափոխություններ, մենք կարող ենք բերել այդ մատրիցը աստիճանաձև տեսքի։ Այս թեորեմը կարիք կա ապացուցելու, թե արդեն ապացուցված է վերևում։ Ապացուցեցինք էլի վերևը, որ բերեցինք աստիճանային տեսքի։ Այդ ամբողջ պրոցեդուրը հենց նշանակում է, որ մենք ապացուցեցինք, որ կամայական մատրից, թեորեմի ապացույցը մենք նոր տվեցինք, կամայական մատրից բերվում է աստիճանաձև տեսք։ Այստեղ է տեսեք ալգորիթմի տեսքով դա շարադրված է, հիմա նայենք օրինակներ։ Առաջի օրինակ, տեսեք, այստեղ ոչ զրոյական տարրը ունենք, շատ լավ է։ Դրա օգնությամբ հեսա տարրական ձևափոխություններով զրոյացրեցինք այս ներքևի մասը, հետո այսպես արել ենք, տեսեք, ինչ է ստացվել։ Տեսեք, այս գծով գծից ներքև զրոյական տողերն են, կարող է եւ սա չլներ ընդհանրապես։ Սրանից վերև ոչ զրոյական տողերն են, մյուսանող, որ այսօր հարցի չի պատասխանել։ Կարող է ասել գագաթները ովքեր են այս մատրիցի։ Այսօրով հարցի չի պատասխանել։ Առաջի տողից մեկը, երկրորդ տողից նորից մեկը ու -7-ը երրորդ տողից։ Ապրեք, բայց չորրորդ տողից չորրորդ տողը գագաթ չունի։ Ապրեք, թե այնուամենայնիվ այս 0-ն գագաթ է։ Տեսեք, ինքնին սիրուն ես լավ գծի վրա կանգնած է, գուցե ինքը գագաթ է։ Ոչ զրոյական պետք է լինի գագաթը։ Ապրեք, ահա, սա չեք կարող պատկերացնել, ինչքան հաճախ են ուսանողները սխալ անում, ասում են գագաթներ են 1-ը, -7-ը 0։ Ահա, ստեղ տեսեք կա նաև այլ օրինակներ, ստեղ մի հատ նմուշ բերված է, տեսեք, ստեղ աստիճանաձև տեսքի, էլ ինչ նմուշ ունենք, ստեղ մի հատ Ստեղ ասում ենք, տեսեք, մենք կարող ենք այս ամբողջ պրոցեդուրը գրել միայն այս տեսքով։ Իրար վրա ասենք դարձած տարրական ձևափոխությունը, ասենք էլ կարելի է գրառել։ Հետո ստեղ նմուշը ոնց ենք աստիճանաձև տեսքի բերել կոմպլեքս մատրից։ Ստեղ նույն խոսակցությունն է, պարզապես տեսնում եք կոմպլեքս թվեր են, որտեղ ենթադրենք մի քիչ ուրիշ տեսակի տեսք ունեցող ձևափոխություններ, նույն բովանդակությունը, պարզապես այնտեղ որ գրում ենք ենթադրենք i-1 աստիճանը, i-1 աստիճանը պետք է հաշվարկենք կոմպլեքս դաշտում։ Ահա եւս մի օրինակ, տեսեք վերջավոր դաշտի վրա նմուշ, ահա այս են։ Այս իրա գագաթներն, այս զրոյական տողերը։ Ստես ամեն մի օրինակը բնականաբար մանրամասնելու կարիք չկա, խնդրեմ ինքնուրույն արեք, հարցեր տվեք։ Որում sense մի բաներ շեշտենք, մատրիցի համար իր աստիճանաձև տեսքը հեչել միակը չի։ Նույն մատրիցի հետ տարբեր տիպի տարրական ձևափոխությունները բերենք աստիճանաձև տեսքի, կարող է տարբեր պատասխաններ ստացվեն։ Օրինակ, տեսեք, հələ նայեք, այս մատրիցը, նայեք այս մատրիցը, դա հենց այս, նայեք, որ նա, այս մատրիցը չի, ստեղ մենք ինչ ենք արել, նախ R1-ն ենք R3-ի հետ դիրքա փոխել, հետո դրա օգնությամբ սա ենք զրոյացրել եւ այլևս ստացել ենք, ահա սա նայեք, այս ենք ստացել։ Բայց ով է մեզ խանգարում, ասեինք R2-ը երկրորդ տողը բերեինք առաջի տող, այս մյուս տարրական ձևափոխությամբ,
Նայեք, սա երկուսն է բերած ստեղ, դրա օգնությամբ սա է զրոյացած, ինչ գործեր արած, բերածը AS դիրքին։ Տեսնում եք, որ սա ուրիշ մատրիցա, իր գագաթներն 2-1-1, քան թե այս մատրիցը, որի գագաթները 1-1-2 են։ Այսինքն հիշեք, մատրիցի աստիճանաձև տեսքը հեչել միակը չի, կարող է տարբեր լինել։ Այս կետին մենք ելի մի 2-3 անգամ անդրադառնալու ենք։ Իսկ որ տարբեր մատրիցներ ենք ստանում, զրոների քանակը բայց ոնց որ նույնն է, չէ՞ մնում։ Այո, մենք հասնենք, երբ որ հասնենք ռանգի սահմանմանը, ճիշտ է, ոչ միայն զրոների քանակն է, ոչ թե զրոների, զրոյական տողերի քանակն է տեղը մնում, գագաթների քանակն է տեղը մնում, գագաթային սումների համարները եւ այլն։